Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, մեր հյուրն է հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը, պարոն Հայրապետյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Նույնպես։ Պարոն Հայրապետյան, այն ինչ կատարվում է Հայաստանի ներքաղաքական դաշտում, ինչ-որ նոր բան է, թե միշտ էլ այդպես է եղել։ Միշտ էլ այդպես է եղել, պարզապես հիմա, քանի որ ավելի սրված է, ավելի ցցուն է երևում։ Ինչու է ավելի սրված։ Ինչ է տեղի ունեցել, որ այդքան սրվել է։ Մենք երբևէ մեր պատմության 30-ամյա շրջանում ողնաշարժ ջարդող այսպիսի պարտություն չէինք ունեցել, եւ պարտությունը բնականաբար պիտի գույները սրեր, վերացումները սրեր եւ սրվածությունը մենք տեսնում ենք։ Թե չէ միշտ էլ այդ ապոկալիպտիկ բաղճանաբանական թեզերն եղել են, ասենք, վեր են կենում, այդ անունները կան 90-ական թվականներից, վայ, եթե հիմա չարեցիք, սա վերջին կետն է, Հայաստանը կործանվում է, մշտապես եղել է դա։ Բայց չէ՞ որ այդ պարտությունից հետո մենք 21-ի ընտրություն ենք ունեցել, եւ իշխանությունն էլ միշտ ասում է այն ժամանակ, նույնիսկ այն ժամանակ դա հաղթահարվել է, որովհետեւ մարդիկ գնացել են եւ նորից գործող իշխանությանն են ընտրել։ Ինչու հենց հիմա, վերջը այդ պարտությունից հետո արդեն 5.5 տարի անցել։ Որովհետև պարտությունից անմիջապես հետո դա ձեզ ցանկացած հոգեբան կասի եւ նորմալ քաղաքագետ կասի, որ մենք դեռ շոկի մեջ էինք, մեր ժողովուրդը շոկի մեջ էր, բնականաբար արտաքին այդ հզոր ազդակին adekvat այլ պատասխան էր հնչելու եւ այսօր երբ արդեն շատ բան սառած է, ավելի սթափ ուղեղով կարող է դատել ժողովուրդը, վերաբերմունքը բնականաբար այլ կարող է լինել։ Այն ժամանակ դեռևս 23 թվականի Արցախի իսպառ դատարկումը չկար, դեռևս հույսեր կային, իսկ հիմա դրանք բոլորը իդերև են ելել։ Մարդկանց վերաբերմունքը իշխանության հանդեպ։ Եվ իշխանության, եւ ընդդիմությունների, եւ որ ամենից սոսկալին է, նաեւ միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը ծայրահեղ ձևով սրված է։ Պարոն Հայրապետյան, միշտ մենք խնդիր ենք ունեցել եւ հիմա էլ այդ խնդիրը ունենք բոլոր ճամբարներից, որ մեկին հիմա լսեք, ասում են եկեք միասնության կոչ։ Եկեք միանանք, ընդհանուր գնանք, ջարդենք, փշրենք, մեր ուժը միասնության մեջ է, բայց բոլորը աշխատում են պարակտման ուղղությամբ։ Բոլորը անխտիր։ Ինչու։ Դարձյալ շատ հոգեբանական է, դա եւ մեր էթնիկ հոգեբանությունից է բխում, որովհետեւ տակից շախմատային երկրորդ չգրանցված քայլ ենք անում, իսկ գուցե ես կարողանամ հաջողեցնել այստեղ ավելի առաջնային դիրք զբաղեցնելու։ Եվ հետո վերջում չի կայանում։ Նախորդ ընտրությունները շատ հրաշալի դաս էին, ձեր ասած 21 թվականի, օրինակ այն դաշինքը Ազատ Հայրենիք, որի ցուցակի առաջին համարը ես էի, հաջողվեց կազմել, բայց ինձ համար գոնե պարզ էր, որ ժողովուրդն ամենևին դուրս չի եկել խոշոր այդ ցնցումից, այդ ստրեսային վիճակից դեռ դուրս չի եկել եւ ուրիշ չափորոշիչներ են ուղղորդելու նրանց ժողովրդական զանգվածներին եւ նրանք կատարեցին հենց այդ ազդակների տակ եղած ընտրությունը, մի կողմից սև, մյուս կողմից իբրև թե սպիտակ, հա, պարոն Քոչարյան, պարոն Փաշինյան, այդ երկու ճամբարների միջև եւ դրա համար էլ Քոչարյանը վերջում այն երրորդին էլ մի քանի անգամ էս վերջում մի հատ հարցազրույց տվեց, երկու աղջիկեր նստեցրել էր, խոսեցնում էր, ընկերոջս խնդրանքով ես կեսից նայեցի դա։ Այնտեղ չէ մի քանի անգամ այնց վառվածի հոտը հեռուստացույցից փչում էր, էլի որ բան է, այ բոնուսով անցած Քոչարյանի հարցազրույցից։ Սերժ Սարգսյանի բոստաններ էլի քարկցում, դե հիմա թողեք մեռելներն իրենց մեռելը թաղեն, ինչպես ավետարանն ասված։ Ես ինչու եմ ասում, բոլորը աշխատում են պարակտման ուղղությամբ, որովհետև նույն
Սա ցավալի հարց է, բայց մենք պետք է խոսենք, որովհետև երբ մենք չենք խոսում, ուրիշներն են խոսում եւ իրավիճակը շատ ավելի է աղավաղվում եւ ավելի ցավալի դրսևորումներ է ստանում։ Ես շատ լավ հիշում եմ, երբ որ 2008-ին մարտի 1-յան այդ իրադարձությունների, ցավալի իրադարձությունների ժամանակ ինչպես էր օգտագործում արցախցիների ֆակտորը։ Ինչպես էր արցախցիների նկատմամբ Արցախակացություն գեներացվում։ Համամիտ չեմ ձեզ հետ։ Ես դա տեսել եմ։ Կարող եք համամիտ։ Դուք այդպես ընկալել եք։ Ես այդպես եմ ընկալել։ Երբ որ ասում են Ղարաբաղցիները եկան, Ղարաբաղցիները ճնշեցին, Քոչարյանը Ղարաբաղցիներին բերեց ժողովրդի դեմ հանեց։ Դա այդ ամենը եղել է եւ հասարակությունում այդ տրամադրվածությունը եղել է։ Հիմա այդ նույն մարդիկ, որոնք այն ժամանակ այդ ամենը գեներացնում են, դուրս են եկել եւ դարձել են արցախցիների ամենամեծ պաշտպանը։ Հերոսուհի, հայուհի դուրս են եկել, պաշտպանում են, արդեն ֆեմինիստական շարժումներ են ձևավորվում, ասում են այդ կնոջը տղամարդը իրավունք չուներ վիրավորել, այսինքն լավ դա դնենք մի կողմ։ Այն բոլոր մարդիկ, ովքեր այն ժամանակ այդ աննորմալ տրամադրությունները գեներացնում էին, հային հայի դեմ հանելով, այսօր դուրս են եկել եւ դարձել են մեր արցախցի հայրենակիցների ամենամեծ պաշտպանը։ Նայեք, դուք սիլոգիզմը կառուցեցիք ենթադրույթներից մեկի վրա, որի հետ ես համաձայն չեմ։ Ես ասում եմ, այն ինչ որ լսել եմ, ես 2008-ին արդեն մեծ մարդ եմ եղել, ես ներկա եմ եղել այդ միջոցառումներին եւ լսել եմ այդ ամենը։ 2008-ին այդ 10-օրյա հավաքների ժամանակ առնվազն վերջին 5 օրը ես եմ վարել այդ հավաքները եւ Նիկոլի ձենը կատարվեց առաջին 5 օրը գորգորալուց հետո վերջին 5 օրը ընդհանուր մինչեւ մարտի 1-ը ես եմ վարել հավաքները, այնտեղ որևէ հակա-արցախյան բան չի գեներացվել ուղիղ հակառակը։ Այդպիսի ելույթ ես եմ ունեցել, կարող եմ հիշեցնել ելույթների ժամանակ։ Դե չէ, կարող եմ Խոսույթի մեջ, հրապարակումների մեջ։ Դե այդպես Մեյնսթրիմում էր ձևավորվում այդ ամենը։ Ես չեմ ասում Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս էր գալի եւ դա ասում էր, հասկանալի է, չէ՞ դա բան Հայրապետյան։ Ամեն խոսողից հետո ես էի խոսում, ես կարող եմ ասել, թե օրինակ ես ինչ եմ ասել, հենց արցախցիներին դիմել եմ, ասել եմ դուք հրաշալի ժողովուրդ եք։ Բայց նայրիդ գործարանի նման դուք լավն եք, լավ արտադրանք եք տալիս, այն ծուխը որ դուրս է գալիս, ձեր աղբը եկեք այստեղից հավաքեք տարեք, աղբ ասելով էլ այդ երկուսին նկատի ունեի։ Եվ կարծեմ թե հենց հիմա կյանքը ցույց տվեց, որ ճիշտ եմ ասում։ Ովքեր 2003-ին եկան 100,000 կամ 120,000 Հադրութի ու Շուշիի բնակիչներն են մի քանի տարի առաջ դրանից։ Նրանց ընդամենը պաշտոնյա եղած զանգվածը, հատվածը բոլորն այստեղ բնավորված էին։ Ծայրահեղ դեպքում, լավագույն դեպքում իրենց երազանքի համար Կրասնոդարում, Մինվոդիում բանում այդտեղ էին բնավորված։ Իսկ այն խեղճ 90,000, 100,000 բնակչությունը անապաստան վիճակում էր։ Հիմա խոսքը այդ 90,000-ի մասին չէ։ Այստեղ էլ կարող ենք ասել, չէ՞, օրինակ ասենք սյունեցիների, չգիտեմ, Գեղարքունիքի մարզի բնակիչների, այս ինչ զանգվածը լավն է, բայց կա աղբ վերևի, արտանետված մի աղբ, եկեք տարեք ձեր աղբը։ Կարող ենք ասել, եւ որևէ այդպիսի միամիտ բան չի եղել, բայց որ բոլորը զգում էին, տեսնում էին, թե մարտի 1-ի կրակոցների ժամանակ շատերը վկայություններով տեսան, որ այո, Արցախից բերած գալավառեզներ էին, արդյոք Ժիրայր Սեֆիլյանը երբ որ գնում էր Արցախում քարոզչություն անելու, Շուշի ազատագրողներից մեկը, այնտեղ արդյոք քյավառցիներ էին նրա ճամփեն փակել, թե արցախցիներ էին։ Հիմա ինչ է թե ողբերգություն է անցել ժողովուրդը եւ ոչ թե այդ մի քանի սրիկանները, որոնք բոլորը բնավորված են։ Բոլորը առանց բացառության, որում մի քանի տեղերով են բնավորված։ Այդ ժողովուրդը մեղավոր է դրա համար։ Ոչ։ Այդ սրիկաներն էին, որոնք կանգնած էին, դրանց նկարները, դիմանկարները, դրանց վարքը շատ լավ հենց հիմա YouTube-ում կա, կարող եք ցույց տալ, դրագրական հետաքննություն անել։ Դուք Երևանում տուն ունեք, թե չէ, այն որ Ժիրայր Սեֆիլյանի վրա կարող էին ձեռք բարձրացնել։ Կռված տղերքի ու աղջիկերքի այնտեղ ես, ասենք, Աղավնին իմ պատանեկության շարժման սկզբից իմ սիրելի ընկերուներից է եղել Աղավնի Սահակյանը, որ Արցախյան առաջի պատ Աղավնու վրա ձեռք բարձրացնող, հիմա տղամարդկությունից ենք խոսում։ Դե հիմա հենց այնպես է ստացվում, որ իրենք են խոսում։ Ժիրայր Սեֆիլյանի արնոտված դեմքը, դա երբեք մինչև մահ ու գերեզման ոչ շատ լավ նման մարդիկ կմոռանան։ Ես ուզենամ, որ դատաստանի առաջ կանգնելիս իրենց այդ հարցը տրվի, իսկ իրենք կանգնելու են մի օր դատաստանի առաջ։ Այստեղ խնդիր կա, պարոն Հայրապետյան, այն ժամանակ այդ նույն Արցախի բնակչությունը ծպտուն չէր հանում։ Երբ որ իրենց համար կարողին ծեծում ջարդում էին,
Մենք էինք ստեղից ինչ որ դժգոհություն արտահայտում, իրեն ծպտուն չէին անում։ Ով ասաց է ծպտուն չէին անում։ Այստեղ ծպտուն հանողների մի մասը հենց արցախցիներ էին, որ ծպտուն են անում։ Դրա համար արցախցի հայաստանցի բաժանում դնել պետք չէ։ Կա մի ժողովուրդ, այնտեղ ավելի բռնապետական կաղապարի տակ էր, այնտեղ ավելի թույլ էին հնչում ձայները, բայց հնչում էին, գալիս Երևանում էին հնչեցնում, այլապես այդ նույն գալավառեզները նրանց հերականից էին հենց Արցախում, գալիս էստեղ էին հնչեցնում։ Հենց որ Ղարաբաղի ժողովուրդը շատ էլ հերոսական ժողովուրդ է եւ որևէ կերպ չի տարբերվում, օրինակ ասենք Սյունեցուց Ես Ղարաբաղի ժողովուրդ չեմ հասկանում, այդ ինչ է, ես գիտեմ հայ ժողովուրդ, ես Ղարաբաղի ժողովուրդ չգիտեմ։ Չէ, հիմա ես ասացի Ղարաբաղի ժողովուրդ, Շիրակի ժողովուրդ, իհարկե Ես չեմ հասկանում, երբ որ ասում են արցախցի, երբ որ ասում են հայաստանցի, համար դա աննորմալ է։ Եվ տեսնես ժողովուրդ դա եղել է աննորմալ 2008-ին եւ աննորմալ է հիմա, ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ այն ժամանակվա այդ Արցախցուն փնովողը հիմա Արցախցու պաշտպանն է դարձել։ Հա միշտ էլ է տեղել, էլ եմ ասում, մի փոքրիկ վերնախավ լինում է այն ժամանակվա, ուզում եք իմ կյանքից բերեմ օրինակ, ուրեմն 85 թվականին, երբ ես ձերբակալվեցի, դեռ Չեռնենկոյի ժամանակ էր, 3 ամիս արձաքննող ինձ քննիչը, մայոր, ուզում եք անունը տամ, Վարդանյան, հա, ասում էր լակոտ ես քեզ կուղարկեմ Սիբիրում սպիտակ արճարածացնելու, քեզ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը չի բավարարում, Հայաստանի Հանրապետություն ես ուզում 19 տարեկան։ Վերջին դատավարությունը այդ 65 հոդվածում ընդ որում մերն եղավ, շնորհակալություն Գորբաչովին, ոգին լույս դառնա, որտեվ այլապես գնալու ենք Սիբիրներում փտենք 3 հոգով։ Հետո եկավ կարծեք թե իմ երազը կատարվեց, Հայաստանն անկախացավ եւ Հայաստանի Հանրապետություն ասվեց։ Եկավ 2000 հիշատակած 2008 թվականը եւ նույն օրը իմ ձերբակալության 85 թվականի օրը 2008-ի էլի փետրվարի 26-ին լիցենզիան ինձ ձերբակալելու, մեր տունը խուզարկելու տվել էր նույն մարդը։ Հանուն Հայաստանի Հանրապետության, այս անգամ արդեն դատավոր էր դարձել։ Իսկ այդ միջակայքում երևի դրոյի տղերքին էր կացուտակցում 94-95 թվականներին երիկամներին խփելով, հա, այսինքն դրանք միշտ եղել են։ Այդ տեսակը հավերժական է, մեր տեսակը մշտապես հալածականն է։ Հիմա էլ դրանք կոմսոմոլ, բոլշևիկ եւ նրանց ճտերը այսօր դարձյալ իշխանության են։ Դրա համար եմ ասում, KGB-ի արխիվները բացել է պետք։ Եվ այստեղ որևէ ճամարտակություն պետք չի անել, ինչպես որ հենց հիմա անում են լուստրացիա ասելով, ասում են այո, տնտեսական լուստրացիա չգիտեմ, ձևեր մի թափեք, հա։ Էդի մեկ գործին գործ ասեք, լուստրացիան մենակ KGB-ի արխիվները բացելն է վերաբերում։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մի հատ թուղթ են հանել, ասում են եզրասը KGB-ի ագենդա, ասում են ինչի է գրած հայերեն, պետք է ռուսերեն գրած սուտա։ Չէ, այդ թողենք KGB-ի այդ առնչություն իրենց գործակալական առնչություն ունեցածների վրա ճիշտ է թե սուտ է։ Փաստը հենց ինքնին դա անբարոյականությունը իշխանությունների կողմից արված, որտեվ հատվածական լուստրացիան հենց հակապետական գործունեություն։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով արվում, դա հասկանալի։ Դրա համար ամբողջական պետք է բացել, որպեսզի այդ մարդկանց ասել, լսեք, SSS պաշտոններին, եթե դուք հանկարծ հավակնեցիք, ձեր գործերը հրապարակվելու են։ Պարոն Հայրապետյան, երբ դուք ասում եք Քոչարյանի հարցազրույցից, հեռուստացույցից վարվածի հոտ է գալիս, այդ վարվածի հոտը որքանով է համոզիչ։ Դուք օրինակ համոզված եք, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն կարող X պահին, օրինակ հունիսի 8-ին միավորվել։ Իհարկե կարող են։ Կարող են։ Հետո վարվածի հոտ այդ վարված էր պարոն Քոչարյանը, պարոն Սարգսյանից, ոչ թե ինձնից, բայց ես էլ քաղաքացին եմ, ես դատապարտված եմ գնալ կամ չգնալ ընտրության, քվեարկության։ Գիտեք, իմ ընկերական շրջապատը բավականին նեղացել է վերջին շրջանում, այսինքն ինքս եմ նեղացրել։ Կռիվ արեցի եւ իմ ընկերական շրջապատից դուրս թողեցի նրանց, ովքեր ժամանակին ասում են Ռոբերտ Քոչարյանը թուրք է։ Դրանց հետ այլևս մտերմություն չունեմ։ Մտերմություն չունեմ նաեւ նրանց հետ մի որոշ ժամանակ անց, ովքեր Նիկոլ Փաշինյանի համար էին ասում թուրք է։ Չի կարելի երբեք պահի տակ ուրանալ ամեն ինչ։ Հիմա պարոն Քոչարյանին այսքան տարիներ թուրք ասեցին, ինչ շանլապ ասեք այդ մարդու գլխին լցրեցին, ես սարսափում եմ, եթե հանկարծ, դա իհարկե չի լինի, բայց հանկարծ անենք հիպոթետիկ ենթադրություն, գա իշխանության։ Դուք պատկերացնում եք այդ ապելությունը ոնց է վերադարձնելու ժողովրդին։ Ես նույնիսկ վախենում եմ պատկերացնել։ Ես վախենում եմ պատկերացնել նաև Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը,
որովհետև այն շան լափը, այն այպանումներն ինչ որ եղան իր հասցեին, հիմա ինչքան ուզում է ձեռքերով ձևեր անել սրտիկ մրտիկ ցույց տալ, ես հասկանում եմ թե ինչ ատելություն են գեներացրել Նիկոլի հանդեպ, ու Նիկոլը ոնց է Նյուտոնի օրենքի համաձայն հակադարձելու դա։ Դա սոսկալի բան է։ Դրա համար հիմա մի պահ խաղաղվել է պետք է արևելյան իմաստունի նման նստելու մեդիտացիա անել, հասկանալ, որ չէ, ես մենք ենք, բոլորս մի նավի վրա ենք, եւ մենք բոլորս նույն արյունն ենք կրում։ Իսկ դա չի լինում։ Չի լինում ինչի, որտեվ ինչպես 1920-ական թվականներին սկսեցին հասկանալ մերոնք, հետին թվով միջար ձեռք ամեն ինչ խառնեց իրար։ Բան Հայրապետյան, ինչու է հենց ատելությունը ընտրվել որպես նախընտրական հիմնական գործիք։ Ինչու է մեր ժողովուրդը համոզվում, համենայն դեպս եթե ընտրվել է, ուրեմն մի բան գիտեն, չէ՞ մարդիկ, համոզվում ատելության միջոցով։ Ինչու է ատելությունը աշխատում, իսկ իր հակառակը, հա։ Ձեր թույլտվությամբ սկզբի պատճառին չհամաձայնեմ, որ ընտրվել է, մենք ընտրություն չունենք, եթե անգամ ընտրվել է, ապա դրսից ընտրվել է եւ հրահանգվել է այստեղ, որ ատելության վրա գնաք։ Որտեղից դրսից։ Ռուսական KGB-ից, որտեղից, Մոսկվայից, Կրեմլից, Պուտինի գանգատուփից, բնականաբար, եւ իր գենշտաբից։ Ինչու, որովհետեւ բաժաների որ տիրեսը 2-3000 տարի է, որևէ փոփոխության չի ենթարկվել։ Իսկ հիմա կոտորակել էսպես ատոմիզացնել, բնականաբար հայ ժողովրդի շահերից չի կարող բխել, ում շահերից որ բխում են, նրանք էլ գեներացնում են, իսկ մերոնք կարող են հրահանգը չկատարել, որ գնացեք ատելության վրա քարոզն արեք, չեն կարող ոչ իշխանություն կոչվածները, ոչ կերակրատաշտային ընդդիմությունը։ Մի քիչ այդ կիսաարևմտամետ որ խաղում են, չգիտեմ այդտեղ ինչքանն է ռուսական, ինչքանը ձևեր է թափում, թե արևմտյան է, մի քիչ այդտեղ հանդարտ վիճակ կա, նրանք է որ չեն գեներացնում, բայց դրանց մեջ էլ կա, էլի, նրանք էլ ատում են նրանց, ովքեր, չգիտեմ, ասենք, Եսենին կամ Դոստոևսկին սիրում։ Այսինքն մենք չենք կարող մեր ներսից այդ ատելությունը հանենք, գնալ Մոսկվայի դեմ, Պուտինի գանգատոփի դեմ։ Մոսկվայի դեմ գնալու խնդիրներ չկա, գիտեք ինչ, օրինակ ես Նիկոլին էս ինչ որ անում է, մեծ մասամբ չեմ մեղադրում։ Ես կամ եմ պատուհասները, որ բերեց մեր ժողովրդի գլխին։ Նրանից մենակ մի ակնկալիք կարելի է ունենալ, խնդրել, որ ներսի էս ատելությունը չգեներացնի, բաներ կան, որ իրենից կախված է։ Օրինակ հիշում եք ինքը, երբ որ պատերազմներ չէր եղել, ինքը շատ լավ մի հատ ելույթ ունեցավ, ասաց, որ երբ որ մտա վարչապետի աշխատասենյակ, այնտեղ ինձ թուղթ ներկայացրին, զեկուցում, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողված պետություն է։ Failed state-ը։ Ինքը ինչու դա միջև հիմա չի բացել, չէ՞ որ եթե դա բացեր, այն պարտության իր չափաբաժինը շատ ավելի փոքր կլիներ։ Հիմա 100%-ով մի զանգված կա, որ ասում է ամբողջությամբ Նիկոլն է մեղավոր։ Մյուսներն կան, որ 100%-ով ասում են Ռոբն ու Սերժն են մեղավոր։ Եթե բացեք, իսկ ինչու չի բացում։ Չի բացում, որովհետև Ռուսաստանը դեռ չի հասել այն մակարդակին թուլության, որ հետևանքներ չի բերի անձամբ իր նկատմամբ։ Ես այդպես եմ կարծում, ես կարող եմ շատ լավ, ես կարծում եմ, ես այդ համամիտ եմ, բայց այստեղ խնդիրը դա չէր։ Խնդիրն էր, որ մեր մեջ ինչ կա, մենք մեր մեջ շտկելիք ունենք, թե չէ։ Նիկոլ Փաշինյանը ազգի սիրելին էր 18 թվականին։ Հորթի նման բոլորը գնում էին, եւ չեմ մեղադրում, շատ գեղեցիկ շարժում էր։ Լավ կյանքից չէր դա։ Թեկուց իմիտացված, բայց շատ գեղեցիկ շարժում էր։ Երբ որ խորհրդանում վարշապետ եղած ժամանակ, այդ աստված կամ կիսաստված վիճակում, ոնց որ բենդերներ ասում, հա, ասաց, որ ես տեսել եմ Արմեն Սարգսյանի այդ թուղթը, հա ինքը քաղաքացիության հետ կապված խնդիր չուներ։ Մենք վստահեցինք, չէ, իրեն։ Այդ թուղթը կարող է մի հատ քսերոքսը դնել իր էջում։ Այսինքն այսքան կեղծիքներից հետո, ասեք, հաղորդումից առաջ ասացի, որ ներքաղաքական չէ, ներքաղաքական էս այն չէ, ով քանի ձեն կպոկի, ինչ կանի։ Մոսկվայից ոնց ասես, տեղ ուղղակի կոսմետիկ փոփոխություններ կանեն կլինի, այս ներքաղաքականը լրիվ ուրիշ տեղում է։ Ներքաղաքականն էս է, եթե երկու օրինակ բերեցի, հա, պարոն Փաշինյանի հետ կապված, ներքաղաքականը լրիվ ուրիշ է։ Արդյոք պարոն Փաշինյանի խոսքին
թե եթե մենք չլինենք, ԿՊ-ն չլինի, սեպտեմբեր ամսին պատերազմն է սկսվելու։ Մենք եթե կայացած պետություն լինենք եւ իրոք ոչ ձախողված, արդեն հիմա սկսում եմ կասկածել, մենք ձախողվել էինք Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, թե ձախողված պետություն դարձանք Նիկոլ Փաշինյանի պատճառով եւ օրոք, ապա այդ պետությունը, եթե ոչ ձախողված էր եւ իրոք պետականության հոտ է գալիս մեր պետությունից, ապա պիտի հենց հիմա իրեն հարցաքններ ազգային անվտանգության ծառայությունը։ Ինչու սեպտեմբեր ասացիր, իսկ ինքը պատճառաբանելու կարիք ունի։ Ժողովրդին ասելու ես ինչ վախեր են ներարկում։ Նո այսօր Արարատ Միրզոյանն էր խոսում, ասաց որ դա պայմանական է նշվել, ուղղակի որպես ամենամոտ ժամկետ ընտրություններից հետո։ Չեք զգում, որ ամեն ինչ ասում է, վայ ես այնպես բան չեմ ասել, պայմանական էր, կամ լավ չեք հասկացել։ Ես այն ժամանակ այլ կերպ էի մտածում, հիմա հայ ժողովուրդը դատապարտված է մինչև այնքան ժամանակ, մինչև 5-րդ դասարանից 6-րդ փոխվի, 7-րդ փոխվի, 8-րդ փոխվի, պարոն Փաշինյանը։ Այդ դառնությունները ամեն դասարան փոխվելիս, հասունանալիս մենք պիտի հայրենիք զիջենք, հայրենիք կորցնենք։ Իսկ այդ հայրենիքը մենակ կիլոմետրերով չափվածը չէ։ Իմ սրտից որ ծուխ է դուրս գալիս դադիվանքի համար, մենակ դա չէ։ Հայրենիքը հայերենն է, որ վարի է տալիս, ինքը կրթական համակարգն է, որ վարի է տալիս այս իշխանությունը։ Եվ ինձ նմաններն էլ ուզում են բան անեն, ասում տեսեք, այն բանը Կարեն Կարապետյանը ասում էր ռուսերենը պետական լեզու, այդ երբ էր ասում այդ մարդը, որպես ինչ էր ասում, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո գնաց խոսեց, այդ կարող է Նիկոլի ասածն փոխանցել։ Կամ գուցե բիզնեսմենի ասածն այդ կերպ պետք է ընկալել պետական գործչին նայ կերպ։ Թե մենք դատապարտված ենք անընդհատ կորուստներ ունենալ մինչև նորմալ հասունանա։ Իսկ գուցե հասուններ կան հասարակության մեջ, իսկ ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը մեռած ժողովուրդ չէ եւ ծնել է իր հասուններին եւ ունի իր հասունները, որոնք հենց մեր աչքի առջև կանգնած են այսօր։ Բայց այնքան լղոզված է, որ չես տեսնում, թե որտեղ են դրանք։ Դրա համար խելոքները հիմա անկյուն են քաշվել, ծպտուն անգամ չեն անում։ Ինձ էլ եմ խելոք համարում, իզուր էլ ծպտուն եմ հանում։ Պարոն Հայրապետյան, մենք երկար տարիներ Հայաստանի երրորդ հանրապետության գոյության տարիներին ունեցել ենք Արցախի խնդիր, որը եղել է արկախված վիճակում։ Ես համաձայն չեմ, որ Արցախը եղել է մերը, Արցախը եղել է վիճելի տարածք, որի բանակցությունների արդյունքում տարբեր նախագահների տարիներին մենք անդադ հետնահանջ ենք գրանցել։ Վերջինը եղել է Փաշինյանի ժամանակ։ Բայց մենք մոռացել ենք Արցախի խնդրի մասին հասարակական մակարդակով, մեր Սփյուռքի մակարդակով եւ զբաղվել ենք արևմտյան Հայաստանի խնդիրներով։ Եղեռնի ճանաչում, մուշ, կարս, արտաղան, հայրենասիրական երգեր եւ արդյունքում կորցրեցինք Արցախը։ Հիմա մենք չենք զբաղվում Հայաստանի Հանրապետ հասարակական մակարդակով։ Չենք զբաղվում Հայաստանի Հանրապետության խնդիրներով եւ անդադ Արցախի մասին ենք խոսում։ 42,000 քառակուսի կիլոմետր Արցախ, պապիկ, տատիկ եւ այլն եւ այլն եւ այլն։ Երբ ենք մենք խելքի գալու։ Խելքի գալը որն է չխոսելը։ Չէ, խոսել այն խնդրի մասին, որը դու պետք է այս պահին լուծես, որովհետեւ ինքը ամենաարդիականն է, որովհետեւ այդ խնդիրը գոյաբանական է քո համար։ Այլ ոչ թե դարձել է, ես ցավով եմ դա ասում, դարձել է պատմական անցյալ այս պահին։ Եթե մենք ժամանակին Արցախի մասին ոչ թե խոսեինք արևմտյան Հայաստանի մասին, Եղեռնի մասին, այլ Արցախով զբաղվեինք, մենք այսօր Արցախը չէինք կորցնի։ Հիմա 42,000 քառակուսի կիլոմետրի մասին են խոսում։ Միգուցե ժամանակն է այդ 30-ի մասին խոսել, որ վաղ այդ 30-ը չկորցնենք։ Ես այս մասին եմ խոսում, դուք ինձ լավ հասկանում եք։ Իհարկե հասկանում եմ, եւ ավելի քան 90%-ով համամիտ եմ։ Ինչի մենք դաշ չենք քաղում մեր անցյալից։ Որովհետև հենց հիմա դուք դաշ չխաղաց խոսեցիք, այն 10%-ի մեջ է մտնում, էլի։ Գիտեք որն է։ Խնդրեմ։ Ազգը առաջին հերթին ճիշտ է, իր ողնաշարը հոգին է, լեզուն, ազգային իդեալը։ Բայց ազգը ինքը երկրորդ հերթին համակարգ է։ Ամենևին մեր ձախողումները պետք չէ կապել նրա հետ, որ մենք արևմտյան Հայաստան ենք ասում։ Մենք աշխատանքի բաժանում, այսինքն համակարգ չկարողացանք սարքել։ Սփյուռքը անշուշտ
Փառք ասում, այնտեղ մենք Զորյան ինստիտուտ ունենք, այ լոբիստական կազմակերպություններ ունենք։ Ինչով էին իրենք զբաղված։ Իրենք թող զբաղվեն Արևմտյան Հայաստանի գործերով ինչքան ուզում են, որովհետև իրոք որ մեզ պետք է Թուրքիայի վրա զսպաշապիկներ դնել, որպեսզի չկարողանար այդ աստիճանի եւ այսօր էլ չկարողանա այդ աստիճանի ներազդել Ադրբեջանի քաղաքականության վրա, որը հաջողվել է ձեզ։ Չի հաջողվել ինչու, որովհետեւ ոչ միայն նրանք են զբաղվել, այլ այստեղ քթներիս արժև դրված խնդիրը չենք փորձել լուծել։ Իրոք ընդ որում Արցախինն էլ առաջին խնդիրը չէր, գիտեք, հոգևոր խնդիրներ կան, որոնք ավելի առաջնային են։ Եթե մենք հոգևոր դաստիարակություն ունենայինք, այս աղետին չէինք հասնի ինչին որ հասանք։ Եվ իրոք ձեզ հետ 100%-ով այս պարագայում համաձայն եմ, որ այսօրվա խնդիր չէ Արցախի մասին քաղաքական օրակարգում խոսելը կամ այդ ուղղությամբ ջանքեր վատնելը։ Այո, այսօր հզորանալու, ուժեղանալու խնդիր կա։ Ո՞վ է դրան դեր, ո՞վ է վիճում։ Եվ ոչ թե Արցախի, որտեվ տեսանելի ապագայում, եթե ամեն ինչ այսպես գնաց, Արցախի խնդիրը բավականին հետաձգվելու է։ Սա դառը բան է։ Իմ սրտից արյունն է, ճշմարտությունը։ Հիմա աչքերներս փակենք, ասենք չէ, ասենք չէ, ի՞նչ է փոխվում դրանից։ Շատ ճիշտ եք, այո։ Դրա համար մենք պիտի ոչ թե այսօր Արցախի մասին խոսելով, այսօր քաղաքական օրակարգում, այ Արցախի մասին, այսօր Արցախի ամեն եկեղեցու մասին, ամեն բերդի մասին, ամեն ազգագրական, չգիտեմ, երգի մասին ֆիլմեր ու չգիտեմ ինչեր պիտի ունենանք։ Այդ մակարդակում դասագրքերում գուցե պիտի ունենանք կամ օժանդակ ձեռնարկներում դա էլ քննարկելի խնդիր է։ Դա պիտի ունենանք, բայց ոչ քաղաքական օրակարգում։ Եթե մենք իսկականից 21-րդ դարի նորմալ ազգ դարձած լինեինք, պետական ազգ դարձած լինեինք, մենք կհասկանայինք, որ առաջնահերթությունն այսօր որն է, երկրորդ հերթին որն է։ Արցախը երբեք օրակարգից դուրս չի գալու, ինչպես որ իրոք օրակարգից դուրս չի գալու, չգիտեմ, այդ Կարսը, չգիտեմ, Սարիղամիշը, Մասիսարը, իհարկե օրակարգից դուրս չի գալու։ Օրակարգից դուրս մտածական օրակարգից դուրս չի գալու, որովհետև եթե դուրս եկավ, մենք դառնում ենք ըստ էության Չինգիզ Այթմատովի ասած մանկուրտ մենք դառնում ենք։ Կամ մեր Հրանտ Մաթևոսյանի ասած մարդն անասունից ջոկվում է իր հիշողությամբ։ Հիմա ընկել ենք մենք էլի այդ երկու ծայրահեղությունների մեջ, կամ ամբողջությամբ էներգիան վատնում ենք այսօր անլուծելի մի խնդրի վրա քաղաքական մակարդակում, կամ դրա մասին երկելով քաղաքական մակարդակում։ Իսկ այնպես թող երկեն, իհարկե, հանդիսասրահներում, բաներում թող երկեն։ Մեր միջից դուրս չգա, մենք մեր երազանքն ունենանք, ազգային իդեալն ունենանք։ 21-րդ դարում տեսնում եք, որ ախր Մերկելը վեր կացավ ասած, Սարկոզին ասած, ասին մուլտիկուլտուրալիզմը տապալել են, դրանք էլ դեմոկրատական ունենանք այդ երազանքը, պարոն Հայրապետյան, բայց չդարձնենք արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Անշուշտ ոչ միայն առաջնահերթություն, այլ երկրորդ հերթին էլ դա ավելորդ է, որովհետև անիմաստ է, պետք է անել այն, ինչը հնարավոր է այս պահին լուծել, բայց ստրատեգիական նպատակներ, եթե ազգը չի դրել իր առջև, կամ այնքան մանր բաներ է դնում, ինչպես օրինակ Սերժ Սարգսյանն ասում էր, բրենդը ծիծակն ու այծի պանիրը կարող են լինել, կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, հələ վարչապետ չդարձած, որ Արմենիան հայտարարում եմ հյուրանոցը, հա, Մարիոթ Արմենիան հայտարարում եմ ազգային բրենդ, եթե այս գավառական մակարդակում է, այդ նշանակում է ազգային չափորոշիչը, որ ասացի, ազգը համակարգ է, մենք բացարձակապես ապահամակարգայնության մեջ ենք հիմա։ Աստված իմաստնություն տա բոլորին, դժվար թե կարելի, որտեվ տեսնում եմ մեզ համար արժեքներ են դարձել ստամոքսից եկած գրգիռները, ով ինչքան պերաշկի կարող է կծել եւ ինչ խորությամբ կարող է կծել, պերաշկին լավ բան է, վատ բան չի, ինչպես սուջուխը, ինչպես կարտոֆիլը, ինչպես մնացած բաները են, ինչ ցուցադրում է պարոն Փաշինյանը։ Խնդիրն էստեղ ուտելու էթիկայի մեջ է, իսկ անդաստիրակ ազգերը դատապարտված են կործանման, սա այն բառերը չասացի, սա այս ջիվանու բառերն ասացի։ Երկիրն ուսյալ զավակին է փայփայում որպես անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան։ Հիմա մեզ նետում են հետ դեպի անկիրթ ցեղերի շրջանակ։ Այն դեպքում, երբ որ մենք անկրթության միջավայրից դուրս ենք եկել, չգիտեմ, 10-12 հազար տարի առաջ, այստեղ է խնդիրը, մենք մեր արմատներն ենք կորցնում։ Արմատները ոչ թե նացիոնալիստական խփնված ինչ-որ բաներով եմ ասում, բացարձակապես ոչ։
Մեր արմատները մեր իսկական եսին վերադարձի։ Մենք կեղծավոր ենք դարձել, որովհետև մերի վրա չենք, մեր սոսու վրա չենք, այլ սակուրայի վրա ենք, հասկանում եք։ Մեր խնձորենու վրա չենք, ինչպես վարչապետներ ասում, կտրեք, մենք ձեզ կբերենք այդ խնձորենները, այն չբեր խնձորենները, որոնց կորիզից չի դուրս գա ծառ։ Իսկ արևմտահայերը երբ գաղթում էին Եղեռնից հետո, արտամետից խնձորի կորիզներն էին բերել, որ այստեղ ընձյուղվեն։ Մենք այս ժամանակների կապը չենք տեսնում, այն դեպքում, երբ որ աշխարհը գնում է դեպի դրան, ամենևին էլ այդ գույնզգույն, ծիածանագույն աշխարհը չէ։ Մեր Թումանյանը ոնց էր ասում, պատմության ահեղ դատաստանի օրն է, բառացի ինքն է ասում, եւ հիմա ժողովուրդները իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են։ Մեր ունեցած ուժը որն է, ուժի սահմանումը մենք տալիս ենք։ Եթե տալիս ենք նախանցած դարի վերջի դաշնակցական սահմանումը, թե միայն զենքով կա հային փրկություն, այդ դեպքում պարտավոր ենք ասել, որ դա պարտությամբ բերեց, այդ դեպքում ուրեմն սահմանեք զենքը որն է։ Այդ զինված տղերքը գնացին առաջին պատերազմի հերոսները, մեր Արցախյան առաջին պատերազմի հերոսները։ Քարոզիայում գնում էին ճակատ պահելու ճամփին, իրենց կալաշնիկներով, գրանատամյոտներով, բաներով, հա։ Փոքրիկ մի հատ անօթաչու եկավ խփեց, իսկ մեր գեներալն ասում էր դրանք ինչ են, երկաթե ծտեր են, կարելի է խփել։ Հասկանում եք, մտքի ուժի մասին է խոսքը։ Մենք ինչպես կարող ենք այդ պոտենցիալը կինետիկ սարքել եւ ուղի հակառակը կինետիկը պոտենցիալ սարքել։ Էներգիաների փոփոխությունը մենք կարող ենք ճիշտ կիրառել։ Մենք տգետ ենք։ Դրա համար էլ միշտ տգետներ ենք բերում մեր գլխին։ Դրա համար առաջին չափորոշիչ այս ընտրություններում թող լինի գոնե ինձ նմանների համար, որ ոչ մի ցուցակի ձայն չտալ, եթե առաջին դեմքը գեղցի է։ Խոսքը գյուղացու մասին չէ, որ գեղցի է, գավառամիտ է, գավառացի է, որ չգիտի քանի կողմով են ծամում կերակուրը, որովհետև փոքր ժամանակ հայրը չի տարել կամ էլ տարել է մենակ քաղաք սառույց տեսնելու, ինչպես Մարկեսն էր ասում։ Հասկանում եք, հոգևոր ակունքների մասին է խոսքը։ Այլապես մենք դատապարտված ենք միշտ sense վիճակների մեջ լինել։ Այդ քարտեզը ձեռքը, բայց քանի տարում պետք է այդ քարտեզը ջերմուկից երբ են գնալու։ Այդ մարդը հələ պաշտոնյա, գիտեք, այդ գենշտաբի չգիտեմ ինչն էր, որ ասես կսովածանանք իջնեն։ Խեղումն այդ տեղ է, որովհետև սովածության հետ են կապել հայրենիքը։ Դեռ պաշտոնի է եւ կմնա պաշտոնի, գիտեք ինչի, որտեղ վարչապետն էլ է ուտելիքի հետ կապում ամեն ինչ։ Որովհետև կառավարության անդամներն էլ են կապում ուտելիքի հետ ամեն ինչ։ Եվ թվերով են հայրենիքը չափում։ Ինչպես որ գեներալ Դգոլի գեներալներից մեկն էր ասել, նա ով կիլոմետրերով կչափի եւ իր կրունկի տակ կառնի հայրենիքը, ուրեմն ինքը հայրենիքի հետ կապ չունի։ Հայրենիքը կիլոմետրերով չի չափվում։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան։ Ձեզ ևս շնորհակալություն։ Մեր հյուրներ հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսպեսին էին այսօրվա մանրամասները, կհանդիպենք։